շատ տհաճ իրավիճակ է այդ առումով, բացատրեմ ինչու։ Ի սկզբանե այդ դրաֆտ նշումով նախագծում նշված էր 15%։ Տնօրեններից շատերը բժիշկներին հավաքեցին ու ասեցին, դե նախարարությունն է ասել, մենք ինչ կարանք անենք, 15%-ով եք աշխատելու։ Բժիշկներից շատերը ասեցին, որ մենք չենք աշխատելու 15%-ով։ Կոնֆլիկտ ստեղծվեց տնօրեն բժիշկ հարաբերությունների մեջ։ Այդ կոնֆլիկտը սկսում է կամաց արդեն, այսպես ասած, հանգուցալուծվել, մարդիկ սկսում են իրար հետ պայմանավորվել, մեկ էլ հանկարծակի նախարարը ասում է, որ 15 չի, 20%-ը, այսինքն տնօրեններին բժիշկի աչքերում դարձրեցին բոբոձյաձյա ու տնօրենը վատն էր, նախարարը լավն է դուրս եկավ, բայց այնինչ այդ կարգը հաստատել է նախարարը, կառավարությունը։ Եկեք հասկանանք մի բան, որ նման, այսպես ասած, թռիչքներ չի կարելի անել այն միջավայրում, որտեղ որ անհրաժեշտ է ստաբիլություն, փոխվստահություն ու անհրաժեշտ է, որպեսզի տնօրեն, բժիշկ, բուժառու, բուժքույր, տեխնիկական անձնակազմ համերաշխության մեջ պայքարեն ընդհանուր թշնամու հիվանդության դեմ։ Այսինքն, եթե մենք բերում ենք ու սկսում ենք այսպիսի ելևէջներ անցկացնել ներհիվանդանոցային կյանքում, դա ոչ մի լավ բանի մասին չի վկայում եւ դա խաթարելու է ներհիվանդանոցային ընդունված կոլեգիալությունը եւ աշխատակարգը։